եթե փորձենք հաշվել, թե ինչքան ժամանակ է պետք 300,000 ադրբեջանցիներին դառնալու մեր երկրում ընտրողների ցուցակի կրիտիկական զանգված, ընտրությունների արդյունքի վրա էապես ազդող ուժ, ապա կտեսնենք, որ շատ կարճ ժամանակ։ Փաստորեն ԿՊ-ն առաջարկում է ադրբեջանցիները ներգաղթում են, իսկ հայերը արտագաղթում բանաձև են։ Բա երկիրը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելն էլ ոնց է լինում։ Սա խաղաղության համաձայնագիր չէ, սա ցեղասպանություն իրականացրած ազգի ներկայացուցիչներով մեր երկիրը բնակեցնելու արդյունքում երկիրը թշնամուն հանձնելու ծրագիր է։ Սա ձեր իշխանությունը երկարացնելու ծրագրի բյուջեի կատարողական է։ Դուք ի վիճակի եք պատասխանելու միայն մեկ հարցի՝ ինչպես ավելի արագ կործանել Հայաստանը։ Եվ ես միշտ ասել ու ասում եմ, դուք պարզապես սխալ չեք գործել, դուք գիտակցաբար եք երկիրը հասցրել այս վիճակի։ Եվ վերջում, դադարեցրեք ձեր կեղտոտ արշավը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Առաքելական եկեղեցու հետևորդները դա ձեզ երբեք չեն ների։ Ձեզ հանդուրժելու ժամանակն այլևս անցել է։ Երկրի փրկությունն ու ապագան գտնվում են նրանց ձեռքերում։ Նրանք գալիս են ու գալու են իրենց ձևով մասնակցելու երկրի փրկության գործին։ Այս ճշմարտությունը ձեր դատավճիռն է։ Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից, զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Լրություն դալիճուն, լրություն, չի կարելի, լրություն դալիճուն, լրություն, դաշինքից առնվազն մեկը գիդի հայր մերը, մի մասը առնվազն, գիդի, մի բան արեք, Գևորգ Պապյան, համեցեք, դե լրիվ չասեց, որտև լրիվ չեն սովորել, ես առաջարկում եմ հաջորդ անգամ ամբողջ ասել, տիկին Գյուրեղյան, ինձ մի ասեք ես, տեղից մի խոսացեք, Ինչ, մի խոսացեք տեղից, ես կորոշեմ մեկնաբանեմ, չմեկնաբան, վերադարձեք հայրմերը սովորելու տրամաբանությանը, խնդրեմ, լրություն, հենց սովորեք հայրմերը կգաք, հայրմերը կսովորեք, խնդրեմ, ձեզ որ չի պրկել, ոնց պրկի, խնդրեմ, պարոն Պապյան, համեցեք, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի